Ողջույն ձեզ սիրելի բարեբաշտ հայրենիք, Գրգին փորձառությունը իմ հովական կյանքեն Թորոնտո իմ ծառայության տարիներուն էր, երբ այցելություն մգադարեցի Արփի Մերաս մանկաբարձ։ Արփի Մերասը քաչ ազնվական գիմներ փնիկ բոսը հայ, որ ուներ իրեն մանկաբարձը եւ բացարիք կերպով գտաստիարակեր մանուկները։ Այո, ճիշտ է, հայկական մանկաբարձ էր, բայց այնտեղ կարձանակրվեին նաև բոլոր ազգի զավակներ, հատկապես ավելի ուշ տարիներում։ Եվ իմ այցելությունները մեկու ընթացքին էր, երբ ես բնույթով երեխաները շատ կսիրեմ եւ երեխաներու հետ իրենց սենյակի մեջ այսպես ասած զվարճական բահեր ունենայինք, երգեր, իրենք փոքրիկներ իրենց ծափիկներով, արդասանություններով եւ ձունգ եկած էի, բոլորը եկած էին եւ փաթուկ կուտային, հանկարծ զգացի թաթիկը ուղագի ուսերուս երկու կողմեն վիզս կբռներ եւ չերմությունը զգացի, ուզեցի անգամ հայացքս հետ դարձնել եւ տեսնել թե ով է այս մգնիկը ասենք եւ բաղմա անշուշտ ներքին այսպես դարօրինակ յուրօրինակ զգացում ունեցա սևուլիկ մներ ուղագի սևամորթ փոքրիկ մա եւ առաջին անգամ լալով իմ կյանքի մեջ այդ փորձառությունը ունենայի ինչպես պիտի սիրեմ այս փոքրիկը չէ որ դարբեր էր մույս բոլորեն բայց փոքրիկը ինձ համար դարձավ իրապես այն սիրո աղբյուրը որ իր սերը երբ տեսավ թե մույս բոլոր փոքրերը ինչպես եկած էին եւ փաթուկ կուտայինից գրկնեց փոքրիկը գրկնեց եւ այդ բահուն ինձ ներշնչեց այն զգացումով որ բոլոր երեխաները անկախ թե ինչ արմատներով լույս աշխարհեն եկած ունին նույն հոգին, նույն սիրտը, նույն սերը, նույն կապվածությունը, զգացողությունը, ինչպես բոլոր զավակները, ինչպես բոլոր մանուկները։ Այդ օրվանե ես զգացի, որ թբրոցմի եւս ավարտեցի իմ կյանքի մեջ։ Կյանքեն փորձառությունը հավասիկ, որ ինձ հետ մնաց մինչև այսօր։ Հավասիկ գրեթե 38-40 տարիներ անցած լան այդ օրերեն եւ ես տագավին կփայփայեմ այդ հիշողությունը, այդ փորձառությունը, կյանքի փորձառությունը, հովական կյանքի փորձառությունը, որն համար շնորհակալ եմ Աստծուն։ Սիրեցեք բոլորը անխդիր։ Ամեն։